Կապանում մարզական տարին մեկնարկեց Սեղանի թենիսի առաջնությամբ։ Այն անցկացվում է երրորդ անգամ համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում հավաքվածները վիճակահանությամբ բաժանվեցին խմբերի եւ անցան մրցմանը։ Առհասարակ Սեղանի թենիսը շատ գեղեցիկ մարզաձև է եւ Կապանում նույնպես տասնամյակների վեր բոլորը շատ սիրով զբաղվում էին Սեղանի թենիսով եւ այսօր վառապացույցն է, որ շուրջ 4 տասնյակ մասնակից ունենք, իսկ դա արդեն վառապացույցն է, թե ինչպիսի սեր ունեն բոլոր մասնակիցները Սեղանի թենիսի նկատմամբ։ Հուսամ, որ մեր մրցումները կկայանան հավուր պատշաճի, բարձր մակարդակով նախապատրաստվել ենք այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու անաչառ ձևով եւ բոլոր մասնակիցներին ես մաղթում եմ անաչառ մրցակցություն եւ վաստակած հաղթանակ։ Առաջնությանը ներգրաված են տարբեր տարիքային խմբի մարզասերներ, թե պատանիներ, թե մեծահասակներ, ինչն առաջնությանը հաղորդում է մրցակցային ու հետաքրքիր ընթացք։ Մասնակիցների խոսքով կարևորը ներկա լինելն ու ընթացքը վայելելն է։ Ես այս տարի առաջին անգամ եմ մասնակցում, ակնկալիքներս այդքան մեծ չեն, քանի որ ես ուղղակի եկել եմ զուտ հաճույքի համար։ Դե իսկ հաղթանակն է իհարկե իր տեղ ունի, բայց քանի որ ես պրոֆեսիոնալ չեմ, ուղղակի եկել եմ վայելել։ Ինձ համար ուրախալի է երիտասարդների հետ մասնակցել, ինքսից երիտասարդ եմ զգում։ Մասնակցությունն ինքնիստինքյան հաջողություն է։ Ես չեմ սպասում, որ ինչ որ կա, լավ հակառակորդներ կա։ Սպորտից ամենաշատը թենիս եմ սիրում, սիրողական։ Ցանկացա մասնակցեմ, հաճելի կլինի, որ հաղթեմ։ Եթե անգամ չհաղթայինք, մասնակցությունն էլ կարևոր էր։ Հունվարի 31-ին հայտնի կլինի հաղթողի անունը։ Ավանդույթի համաձայն մրցանակային տեղեր գրաված մարզիկները կարժանանան համապատասխան կարգի մեդալների, պատվոգրերի եւ դրամական պարգևների։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։